Ես ուզում եմ էկոնոմիկայի նախարարի տեսակետը հետևյալ հարցի։ Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը, երեկ նաև Արարատ Միրզոյանը ասեցին, որ խաղաղությունը արդեն փաստ է։ Արդյոք կառավարությունում բոլորը, այդ թվում էկոնոմիկայի նախարարը, հասկանում է, ըմբռնում է, որ դա նշանակում է, որ այն ձևերը, աշխատանքը, միջոցները, մեթոդները, որ եղել են Հայաստանում պատերազմական փուլում, այսինքն շարունակական պատերազմական իրավիճակում այլևս չեն կարող նույն մեթոդներով, նույն ձևերով աշխատել։ Այսինքն այն ժամանակ, որ դուք նոր ասեցիք, այից միջև ձեռքից բռնած տանում ենք, որ ինչ-որ մի բան ստացվի։ Հայաստանը որպես այդպիսին տնտեսություն չի ունեցել եւ հասկանալի է ինչու չի ունեցել, որևէ նորմալ ընկերություն, միջազգային հեղինակություն ընկերություն Հայաստան չէր գա ներդրումներ անելու։ Հիմա կառավարությունը ինչ պլաններ, ծրագրեր ունի արմատապես, այդ թվում էկոնոմիկայի նախարարությունը արմատապես իր գործելավոճը փոխել, վերածելու խաղաղության շրջանի նախարարության։ Ինչ պլաններ ունենք մեր որևէ մեկին չեմ նեղացնում, որտեղ դա փաստ է, մեր փուչիկ տնտեսությունը դարձնենք իրական տնտեսություն եւ դառնանք գործոն գոնե տարածաշրջանում, հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում։ Այս մասին հասցրել եք մտածել, թե ամենօրյա գործերի ծանրաբեռնվածությունը խանգարում է այդ մասին մտածել։ Շնորհակալ եմ, պարոն Նազարյան։ Որոշ գնահատականների հետ այնուամենայնիվ թույլ տվեք չհամաձայնվել, մասնավորապես մեր տնտեսությանը ձեր տված գնահատականի հետ համաձայն չեմ ու համաձայն չեմ շատ պարզ պատճառով։ Տեսեք, մենք վերջին 5 տարվա ընթացքում մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը մոտավորապես կրկնապատկել ենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս, հա, եթե մի 7 տարի առաջ $4,000-ից մի քիչ ավել էր, հիմա արդեն 8,600-ի շրջակայքում է, հա։ Ընդ որում Համաշխարհային բանկի տվյալն է, ես օրեր առաջ հրապարակի 8,501, ճշտված տվյալը ավելի բարձր է, 8,557-ը թե 67-ը, բայց ես հատուկ 8,501-ով էի նշել, որ հետո մանիպուլյացիաների առիթ դա չտար։ Տեսեք, եւ սա տպավորիչ աճ է եւ երեք ֆինանսների նախարարը ասում էր աշխարհի շատ երկրներ կերազեն մեր չափ պարտք ունենան կամ մեր չափի հարաբերակցությամբ ուրեմն պարտք ունենան, ես ասում եմ որ աշխարհի շատ երկրներ կերազեն $8,600 կամ այս տարի արդյունքներով ես կարծում եմ $9,000 սահմանը կանցնենք մեկ շնչի հաշվող ուրեմն հնայի per capita-ով այդքան համախառն ներքին արդյունք ունենան, ել չասած որ օրինակ նաև որակական առումով մեր երկիրը էական առաջընթաց ունի։ Օրինակ ջինի գործակիցի, եթե նայում ենք, Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր հարևանների մեջ ամենացածր ջինի գործակիցն է։ Ջինի գործակիցը ինչքան ցածր, այնքան լավ։ Այդ նշանակում է ինչքան ցածր է գործակիցը, այնքան եկամուտներ հետ ստեղծված արդյունքը ավելի հավասարաչափ է բաշխվում մարդկանց միջև։ Մեր տնտեսության որակի մասին է խոսում նաև աշխատատեղերի քանակը։ 805,000 աշխատատեղ ունենք։ Հիմա հետ գնանք Հանրապետության վարչապետի զեկույցները, ամեն բյուջետային քննարկման ժամանակ ինքը խոսում է ռեկորդի մասին։ Ասենք 750, հետո 720, չգիտեմ, 700, հա, այսինքն մենք ամեն տարի աշխատատեղեր ենք, նոր աշխատատեղեր է ստեղծվում, Global Innovation Index-ում 59-րդն ենք, որը շատ էլի բավականին բարձր ցուցանիշ է եւ ցույց է տալիս իրականում մտավոր գիտելիքային տնտեսության, մտավոր կապիտալի, այդ կապիտալի զարգացման վրա ուղղված ենթակառուցվածքների զարգացման վրա ուղղող պետության ջանքերի արտացոլումը
բայց մյուս մասերով ես բնականաբար համաձայն եմ ամբողջովին ձեր հետ, որովհետև պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը եւ խաղաղության միջավայրում երկիրը դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են եւ այստեղ նախ պետքա բոլորս սովորենք այդ միջավայրում ապրել, որովհետեւ մենք չգիտենք դա ինչ բան է, անկախության ընթացքում մենք երբևէ Հայաստանի, այսինքն մենք այդպիսի միջավայրում չենք ապրել եւ այստեղ ոչ միայն նախարարությունը, այլ նաեւ գործարար համայնքը, մարդիկ, պետական կառավարման մարմինները բոլորս պետք է սովորենք այստեղ ապրել եւ ես նույնպես համարում եմ, որ մենք նույնպես համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մեր համար այստեղ նաև թիրախներ ենք որոշել այդ դրան համարժեք, որ օրինակ Fortune 500 այդպիսի ցանկ կա համաշխարհային բրենդների, խոշոր բրենդների եւ այդ ցանկից օրինակ այդ ցանկի կազմակերպությունների հետ աշխատանք եւ նրանց բերելը։ Օրինակ մինչեւ խաղաղության process-ը մենք բազմաթիվ ընկերությունների հետ փորձեր կատարել ենք, ուրեմն շփում անգամ հաստատելու արձագանք չի եղել։ Արձագանք անգամ չի եղել, որովհետև ասել են մենք չենք գալիս մի միջավայր, որտեղ օրինակ ամեն օր զինվորների մահվան, պատերազմի, կրակոցի, հարձակվելու, գրավելու, պաշտպանվելու եւ նմանատիպ բաների մասին ռեալ խոսակցություն, այսինքն ոչ միայն մամուլում եւ այլն, ռեալ իրականություն է։ Հիմա արդեն այդպես չի եւ հիմա խոսակցություններ կան կոնկրետ եւ օրինակ վերջերս ես մի համաշխարհային բրենդի ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, ըստ էության կարող եմ ասել, որ շատ շուտով օրինակ իրանք արդեն կմտնեն հայկական շուկա։ Զուգահեռ հիմա թիմերը տարբեր ներդրումային ընկերությունների հետ, եվրոպական, ամերիկյան եւ այլն աշխատում են, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ներդրումներ ներգրավել, որովհետեւ տնտեսական աճի համար շատ կարևոր են այդ ներդրումները, այսինքն որպեսզի մենք ուզում ենք եթե հաջորդ 5 տարվա ընթացքում եւս օրինակ ունենանք միջինը 7% աճ կամ չգիտեմ թեկուզ ավելի համեստ ասենք 6% աճ կամ 5% աճ, որը մեր պոտենցիալից էլի բարձր է։ Դրա ենթադրում է համապատասխան քանակի, այսինքն 5% աճ է ենթադրում է, այսքան ներդրումներ 6% է, այսքան ներդրումներ պսի հաշվարկներ կա 7 է, այսքան 5%-ի համար այսքան մեր արտադրողականությունը պիտի բարձրացնենք 8-ի, չգիտեմ, 5% կամ 7%-ի համար, այսքան, սրանք շատ կարևոր է եւ ես նաեւ հիմա փորձում ենք գնահատել սահմանի բացման էֆեկտները, մեր վրա ինչպիսի էֆեկտներ կունենա եւ աշխատանքներ ենք այդ ուղղությամբ ունենք արդեն մյուս աշխատանքը ամսի 35 հրապարակվի, էլի միջազգային հեղինակավոր գիտական ամսագրում, այս անգամ գնահատել ենք, թե հայ-թուրքական սահմանի բացումը ինչպիսի տնտեսական էֆեկտներ կունենա առևտրաշրջանառության, որ ապրանքներն են, որոնք որ կարելի է ներմուծել եւ դրանք Հայաստան ներմուծվում են եւ ինքնարժեքը կիջնի, որոնք են որ հնարավոր է որ կարողանանք արտահանենք, ինչպիսի հնարավորություններ է տալիս թուրքական նավահանգիստների հասանելիությունը եւ այլն, այսինքն այսպիսի բազմաթիվ գործոններ կան, այս առումով պետք է ասեմ, որ գիտակցումը կա, աշխատանքը կա, բայց սա էլ մի process է, որ պետք է սովորենք, որտեվ շատ բաներ մեզ համար, այսինքն բաներ կա, որոնք որ սկսում ես անել ու տեսնում ես, որ մի հատ փորձագիտական բան է տվությամբ արվել է մի հատ 2012-ին ինչ-որ գրանտային ծրագրի միջոցով, մի հատ 2017-ին էս մի տեղը մի հատ փոքր հոդված է գրվել, այսինքն հենց դա է, որ անգամ գիտական կամ մասնագիտական հանրության մտքով անգամ չի անցել, որ կարա այսպիսի օր գա եւ որևէ մեկը այդ ուղղությամբ լուրջ խորքային աշխատանք ցավոք սրտի հաճախ արված չի։